Սիրելի հեռուստադիտողներ, առողջության բանաձևն է մեր եթերում։ Եվ այսօր մենք խոսելու ենք այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել, երբ ձեր կողքին նկատում եք, որ անձը խեղդվում է, խոսքս շնչուղիների փակման հետևանքով խեղդվելու մասին է։ Եվ այս հարցում մեզ այսօր կօգնեն մեր հյուրերը Վազգեն Բեջանյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության բաժնի ղեկավար, ողջույն, Վազգեն, Հրահանգիչ Մանեն եւ Վարդինեն։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնելուն։ Այ առաջին հարցը հետեւյալն է, Վազգեն, ինչպես պետք է հասկանանք, որ մարդը խեղդվում է եւ չի կարող շնչել։ Նախ շնչյունների խցանը պետք է հասկանանք, որ մեր առօրյա ամենալուրջ տարածված խնդիրներից մեկն է եւ հիմնական տարբերակում ենք երկու տեսակի՝ կամ մասնակի շնչյունների խցանում եւ ամբողջական։ Մասնակի խցանման ժամանակ մարդը ի վիճակի է թեթևակի եւ խոսալ եւ նաեւ շնչել, դա կարա արտահայտվի շատ դեպքերում հիմնական սնունդ ընդունելու ժամանակ եւ նաեւ ջուր խմելու ժամանակապատահում ինքը թեթև գործողություն է, մարդ ինքնաօգնություն կատարելով, շարունակելով ինտենսիվ առաջացնել հազը, ինքը process-ը կարող է միանգամից դուրս գալ։ Բավականին բարդ խնդիրը ամբողջական շնչյունների խցանումը, դա արտահայտվում է լրիվ շնչառության եւ նաեւ խոսքի խանգարումը, եւ ամենակարևորը դուժածը ամբողջությամբ սկսում է դեմքի շրջանում կարմրել եւ նաեւ հետագա արդեն կապտել։ Իսկ ինչ գործողություն պետք է կատարենք այդ իրավիճակում, մեր հրահանգիչը եւ կամավորը այս պայդրությամբ ավելի ռեալ հիմա կցուցադրեն։ Խնդրեմ։ Այս պայդրությամբ հիմա հրահանգիչը կատարում է 5 հարված թիկունքին, դա առաջացնում է ճնշում թիկունքի թոքապարկերի շրջանում, որով նպաստում է, որ այն սնունդը կամ օտար առարկան, որը որ գտնում է շնչափողում, գա դեպի դուրս։ 5 հարված հետո, եթե չկա ոչ մի փոփոխություն, կատարվում է մյուս գործողությունը, անմիջապես հրահանգիչը թիկունքից թևատակերով ընդգրկում է ամբողջ կրծքավանդակի շրջանով, ուժեղ ձեռքով կատարում է բռունցք, բութ մատը պարտադիր պետք է լինի փակ տարբերակով, ընտրվում է կենտրոնական շրջանով մատով տեղորոշում, որտեղից պետք է կատարվի հրումը եւ արդեն մյուս ձեռքով տեղադրվում եւ երկու ձեռքով ֆիքսվելով կատարում միաժամանակ երկու գործողություն՝ հրում դեպի ներս եւ դեպի վերև։ Այս գործողությունն էլ արդեն բերում է ճնշում ստոծանով շրջանում, որն էլ որ տալիս է հակառակ, արդեն դարձում է։ Եվ 5 անգամ տվյալ գործողությունը կատարվում է։ Ընդհանուր տեխնիկան կատարվում է 5 հատ հարված թիկունքին, 5 հատ սեղմում որովայնի կրծքավանդակի շրջանում եւ կատարվում է այնքան ժամանակ, մինչեւ առարկան դուրս կգա եւ տուժածը արդեն ինքը կշնչի եւ կխոսա, ինչը արդեն նորմալ կլինի։ Սա չափահասների դեպքում եւ նաեւ անչափահասների դեպքում, բայց եթե մենք ունենք ամենատարածված մեր լուրջ խնդիրներից մեկը դա ծծկի տարիքային մինչև 0.1 կամ 1 կամ 2 տարեկան երեխաների դեպքում, ապա այս պարագայում ապա գործողությունը մեկ այլ ուրիշ է, բայց սկզբունքը նույնն է, էլի 5 հարված թիկունքին եւ սեղմումներ։ Ուղղակիորեն տարբերվում է այն կարեւորությամբ, որ պետք է բավականին զգույշ եւ նուրբ աշխատել այս տարիքային երեխաների հետ։ Հիմա նույնպես էլի հրահանգիչը ինքը բարօրինակով ցուցադրի գործողությունը ոնց է կատարվում։ Շատ կարևոր նշում, որ տվյալ գործողությունը այս տարիքի երեխաների հետ աշխատելու ժամանակ ցանկալի է, որ դուք լինեք նստած կամ ունենաք որևէ հենարան, որտեղ կարողանաք հենվեք, որպեսզի կարողանաք ճիշտ ապահովեք ձեր ուժը։ Որից հետո ոնց որ եւ չափահասների դեպքում ֆիքսվում է երեխայի ամբողջ պարանոցի գլխի հատվածի շրջանը, հենց նայեք օգնողի նախաբազկային շրջանում եւ այդ նույն ձեռքով էլ ինքը հենվում է իր ոտքի վրա։ Եվ սկսվում է ոնց որ չափահասի դեպքում 5 հատ հարվածից թիկունքից։ Համեմատական երեխայի գլուխը ավելի ցածր պայելով։ 5 հատ հարվածից հետո, եթե չկա երեխայի ճիճը լացը, այս դեպքում ֆիքսվում է մյուս ձեռքով ամբողջությամբ գլուխը եւ թեքվում է մյուս ձեռքին հայտնվելով հակառակ ոտքի վրա եւ պատկային գծի կենտրոնով երկու մատերի օգնությամբ կատարվում է սեղմումներ դեպի ներս 5 անգամ։ Ու սենց ինքը գործողությունը նույնպես էլի շարունակում է։ Այնքան ժամանակ, մինչև երեխան արդեն ճիճ լաց կունենա, դա արդեն իսկ վառ նշան է, որ երեխայի շնչուղիները բացվել են եւ ինքը հանգիստ կարող է շնչել։ Եվ կամ մեկ այլ տարբերակ, որտեղ շատ հաճախ է լինում շնչուղիների խցանում, երբ որ մենք աշխատանքի վայրը կամ տանը մենակ ենք լինում եւ չկա մարդ, ով կարողանա մեզ օգնություն ցույց տալի այդ պարագայում, այսինքն ինքնաօգնություն ոնց են կատարելու ամբողջություն, դա որ ցանկացած ինչ-որ մի հատվածում կա հենարան, իսկ ավելի կոնկրետ այս պարագայում բավականին շատ լավ կարող է աշխատել աթոռը եւ ոնց ենք մենք աթոռով կատարելու ինքնաօգնություն, բառ օրինակով հիմա հրանգիչի ցուցադրի։
Հենվերմելու ենք արդեն հենարանի աթոռի այս հատվածով մեր սեղման կենտրոնով եւ ամբողջությամբ մեր մարմնով հրում ենք մեզ դեպի ստրանային հատված։ Այստեղ ինքը գործողությունը աշխատում է նույն տարբերակով եւ բավականին էֆեկտիվ էլի ինքնաօգնության գործողություն է։ Սա էլ այս տարբերակը։ Անչափ շնորհակալություն այն աշխատանքի, այն առաքելության համար, որ դուք կատարում եք անդադար։ Կարծում եմ սա անգին է։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, կարծում եմ եւս մեկ անգամ բոլորիս համար պարզ դարձավ, որ նման իրավիճակներում չափազանց կարևոր է ժամանակը եւ չպետք է կորցնել ժամանակ եւ անմիջապես ցուցաբերել ճիշտ կողմնորոշված օգնություն։ Այնպես որ մնացեք մեզ հետ, իսկ մենք եւս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր հյուրերին, կհանդիպենք։